Հարգելի հեռուստադիտողներ, եթերում ձեր սիրված Արարատյան խոհանոցն է, բարև ձեզ։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ հետևում եք մեր հաղորդումներին։ Բարեկամներ, ձեր բոլոր առաջարկները մենք հաշվի ենք առնում եւ հենց դրանով է, որ մեր հաղորդումները դառնում են ել ավելի բովանդակալից։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ, որոնք ձեզ կհետաքրքրեն, ես վստահ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր մի հետաքրքիր ուտեստ պիտի պատրաստենք եւ պատրաստելու ենք իմ հյուրի հետ։ Իսկ իմ հյուրն է հայ-խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ, Դիլիջան Ռեզորտ հյուրանոցային համալիրի ավագ խոհարար Արտուր Սահակյանը։ Ողջույն Արտուր։ Ողջույն։ Ինչպե՞ս ես Արտուր։ Շատ լավ։ Դուք ինչպե՞ս եք։ Լավ եմ, շատ լավ եմ։ Յուրաքանչյուր հանդիպում քեզ հետ շատ ցանկալի է ինձ համար եւ շատ ուրախ եմ, որ միշտ հանդիպում ենք։ Նույնապես։ Ինչ ենք պատրաստելու։ Մենք պատրաստելու ենք պաստա։ Այո։ Պատրաստելու ենք ծովամթերքով, մանրածովախեցգետինով, ոնց հայտնի է մեր բոլոր ազգին կրիվետկայով։ Մանրածովախեցգետին։ Պատրաստելու ենք սպագետի, սև սպագետի, սա չիրնիլի կարակացիցի, բայց ձեր գալուց առաջ ես հանրագիտանում նայել եմ հայերեն տարբերակը սապե։ Սապեով պաստա։ Սապեի թանակով պաստա։ Թանակով։ Շատ լավ։ Մեզ հարկավոր է կարմիր բուլղարական բիբար։ Տակդեղ։ Ահա, եւ բուսական յուղ։ Բուսական յուղ։ Ահա, այս պայդրությամբ։ Լավ տրամադրություն եւ սեր։ Ապրես դու։ Ահա, սա ձեզ։ Ես հիմա։ Սապեի թանակով։ Իսկ սապեն չուղարկենք խաշվի գա։ Եկեք սապեն արդեն ուղարկենք։ Սապեն ուղարկենք մեր նկարահանողը մի խնդրենք, որ տանի խաշի եւ բերի լավ կխաշեք։ Այսպես թող սապեի թանակով մակարոնը խաշվի։ Մենք կտրատենք մնացած։ Ավելացնում ենք պղպեղը։ Լավ։ Բայց նախ առաջինը մենք տապակենք ծովամանրախեցգետինը։ Տապակենք։ Իսկ ծովախեցգետինը համեմում ենք, թե հենց այնպես տապակում ենք։ Չէ, համեմելու ենք։ Տապակենք։ Տապակենք, ավելացնելու ենք տոմատի մածուկ, հյութ, տոմատի հյութ եւ վիսկի։ Եվ վիսկի։ Խլամբը, որ ինքը արոմատը տա, ինքը վառվելու է եւ արոմատը տալու։ Սպիրտային մասը կորչելու է, բայց վիսկի բնորոշ բույրը մնալու է, հա, իրականության մեջ այս process-ը կոչվում է հրահամ տապակա կամ ահրույք կամ ֆլամբե։ Կամ ֆլամբե։ Մեր նկարող խումբը շատ հիանալի կարողացին խաշեն։ Ինձ թվում է այս բոլոր տարիների ընթացքում ինչքան ձեզ հետ աշխատում են, շատ բաներ են սովորել։ Ձեզանից եւ մնացած հյուրերից ինձ թվում է դեռ շատ լավ բաներ գիտեն պատրաստել։ Մի օր կարելի է իրանց հրավիրել։ Այո, անպայման, անշուշտ։ Մենք հիմա ավելացնենք մեր մակարոնը։ Սապեի թանակը։ Սապեի թանակը եւ ինչու՞ չէ։ Ավելացնում ենք վիսկի։ Եվ բոց։ Մենք արդեն համեմում ենք աղ։ Եվ սեղ պղպեղը։ Ընդհանուր տապակելուց հետո մոտ 7-ից 8 րոպե տապակելուց հետո կավելացնենք արդեն լոլիկի հյութ։ Լավ, մի 6-7 րոպե սպասենք, կտապակվի այս ամբողջը, կավելացնենք լոլիկի հյութը եւ ուտեստը պատրաստ է։ Պատրաստ է։ Անցավ 6-7 րոպե, բարեկամներ, եւ
ավելացնենք։ Լոլիկը դեռ պիտի փառք տանք, որ մայոնեզ չենք ավելացնում։ Չէ, Արտուր, ինչ կարծիք ես։ Սովորաբար պաստաներին միշտ մայոնեզ։ Ավելի շատ սերուցք են ավելացնում։ Սերուցք։ Ու այս պաստայի հետ ավելի համահունչ է մեր Լոլիկի հյութը։ Շատ լավ։ Մենք կմատուցենք Իսկ իտալացիները ինչ են այդքան շատ պաստա։ մակարոն սիրում։ Մակարոն։ Կարող է դրանից է, որ լավ ֆուտբոլ չեն խաղում։ Ինձ թվում է։ Հա։ Մեր պաստան պատրաստ է։ Դնենք թանակամանը, ափսեն։ Իրականում շատ գեղեցիկ, համեղ, համադրությունը իրոք շատ լավն է, հավանեցի ես։ Բարեկամներ, ուզում եմ նորից հիշենք, նախ խաշեցինք մակարոնը, այնուհետև ծովախեց գետինը տապակեցինք, ավելացրինք կտրատված տակդեղ, այնուհետև մենք ավելացրինք խաշված մակարոնը խեցգետնի և տակդեղին, համեմեցինք աղով պղպեղով, այնուհետև վիսկիով հուր տվեցինք և ուտեստը պատրաստ է։ Ահա այս ձևով էլ հենց մատուցվում է։ Խնդրեմ Արտուր ջան, քո խորհուրդը, քո ցանկությունը մեր հեռուստադիտողներին։ Իմ ցանկությունը փորձեք ամեն ինչ կյանքում ինձ միշտ խորհուրդ են տվել, փորձի ամեն ինչից, ուտելիքից եւ նոր բլյուդաներ կունենան, նոր ուտեստներ ի հայտ կգան։ Փորձեք ամեն ինչ։ Բարեկամներ, փորձեք ամեն ինչ, բայց ձեր անունից եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Արտուրին, ոչ թե նրա համար, որ փորձում է ամեն ինչ, այլ նրա համար, որ այդ փորձելու արդյունքում ուզում է այն իմացածը ներդնել նաև մեր ազգային խոհանոցի մեջ։ Շնորհակալություն Արտուր, ապրես դու, շարունակիր այդպես ստեղծագործել։ Հարգելի հեռուստադիտողներ, ուտեստը հիմնական ուտեստ է եւ մատուցման ջերմաստիճանը ինչպես միշտ 65-70 աստիճան, իսկ առաջարկվող խմիչքը այս անգամ թող առաջարկի Արտուրը։ Վիսկի։ Վիսկի։ Կհանդիպենք ինչպես միշտ ամեն օր։ Մարիա Անտուանետա, հավի կրծքամիս 400 գրամ, թթու վարունգ 1 հատ, թարմ վարունգ 1 հատ, գունավոր տակդեղ 80 գրամ, լոլիկ 100 գրամ, թանձրուկը, մայոնեզ, թթվասեր, կետչուպ, կոնյակ, բարյախորժակ։